Մեկ ամիս է Վարդան Ղուկասյանը չի տեսել որդուն հարազատներին։ Հոկտեմբերի 21-ին կաշառք պահանջելու մեղադրանքով կալանավորված Գյումրիի քաղաքապետի հետ տեսակցությունը սահմանապակ է։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում քննվում է Ղուկասյանի դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործը։ Մարտիրոսյանը 3 վարիանտ է ասում արտադետներից մեկը։ Մեկը ծնվելուց, մեկը հետադարձ հայացքից, մեկն էլ մահանալուց։ Նրանք բոլորս պետք է մտածենք, թե ունեցած ինչ պատասխան դիվա։ 2021-ին նրան մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային գույքեր չարաշահումներով օտարելու համար։ Այսօր դատարանը լսել է վկաներին, բայց 2001-ից 2011 թվականներին Գյումրիի համայնքապետարանում եւ կադաստրում աշխատած 2 տղամարդկանցից ոչ մեկը դատախազի հարցադրումների արդյունքում չի հաստատել, թե Ղուկասյանից ապօրինի հանձնարարություն են ստացել։ Ասել եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասել ոչինչ բացի Գյումրիի քաղաքապետարանի քաղաքաշինության գլխավոր մասնագետը բացառում է, որ օտարման համար խոչընդոտ լիներ ու այդ հանգամանքը անտեսվեր համայնքապետարանի կողմից։ Եթե կադաստրային կոմիտեն, ձեր էստաբոն իրական մարմնի հայտնի, որ քաղաքապետարը բերել է փաստաթուղթ, որը արերևույթ կեց։ Այդպես է կամ չգիտեմ դες։ Հանրային մեղադրողի խոսքից պարզ է դառնում, որ 4.4 քառակուսի մետր հողատարածք օտարելու մասին է խոսքը։ Միթել տեղ է ապօրինի օտարման մասին դատախազի պնդումներին այսպես է հակադարձել Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցը։ Որն է Վարդան Ղուկասյանի շահագրգռվածությունը օրենք խախտել 4.4 քառակուսի մետրի համար։ Ղուկասյանի փաստաբանը հակադարձում է դատախազի մեղադրանքին։ Եթե բերում են մասնագետները կատարում են որոշակի եզրակացություն, համայնքապետը այլ որոշում կայացնելու իրավասություն չունի, եթե անգամ կայացրեց է, դա անօրինական կլինի։ Երկրորդը, որևէ վկա բոլորներ հերկեցին, որ Վարդան Ղուկասյանը որևէ հարցով որևէ մեկին դիմաց լինի։ Ղուկասյանն ինքն էլ վրդովվում է, երբ իրեն մեղադրում են իր ղեկավարման առաջին շրջանում կոռուպցիոն գործարքների համար։ Ես Գյումրին կառուցել եմ, ոչ թե քանդել, ասում է քաղաքապետը, թվարկում թե քանի շենք ու շինություն է կառուցվել երկրաշարժից հետո իր կառավարման օրոք։ 90%-ով քաղաքը ավիրված է եղել։ Հրապարակներում ուրեմն շենք շինություններ է կառուցվել։ Իմ օրոք 40,000 տնակ է հեռացվել։ Այսինքն ոչ մի բան իրար տեղը չի եղել։ Իմ օրոք կառուցվել է 17,000 բնակարան։ Իմ օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներն ու գյուղերը միասին բացի Երևանից մասնավորը անհատ այդքան շինարարություն չի արել, ոնց որ Գյումրի քաղաքում։ Ուրեմն մեր նպատակն է քաղաքը կառուցել։ Գյումրիում անշարժ գույքի օտարման համար 5 մեղադրյալ կա։ Վարդան Ղուկասյանից բացի նրա որդին Սպարտակ Ղուկասյանը, եղբայրը Գևորգ Ղուկասյանը, Սաշա Զաքարյանն ու Ալեն Մաթևոսյանը։ Բոլորին հորդորում է չկոտրվել Ղուկասյանը։ Ես դավեմ իրարեց պայքարեք մինչև կոտրվել չկա, բան չկա, մենք կոտրող ենք, չենք կոտրվում։ Բաբական, давайте заберете Այս նիստին դատարանը վերացրեց նաև Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 5 միլիոն դրամ գրավը։ Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 25-ին։ Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։